Ուշադրություն, սերիալի ամբողջական դրվագների ներբեռնումը, տարածումը կամ այլ հարթակներում տեղադրումը արգելվում է օրենքով եւ առաջացնում է իրավական պատասխանատվություն։ Բացառություն են կազմում մինչեւ 5 րոպե տևողությամբ պրոմոնյութերը, որոնց տարածումը խրախուսվում եւ թույլատրվում է միայն սերիայի եթեր գնալուց հետո։ Ես չգիտեմ ինչ անել ընկերաթոյան։ Եթե իմանամ ինչ ա եղել, գոնե ինչ-որ մի բան կանեմ կամ գոնե ճիշտ բառեր կգտնեմ ասելու, իսկ այսպես։ Տես ինեսա, եթե ոչինչ չունես ասելու, ուղղակի մարդու կողքին եղիր։ Կարող ես լռել, բայց կողքին եղիր։ Ընկերաթոյան, բայց դա օգնություն չի։ Հա, ես ֆիզիկապես կամ այդ մարդու կյանքում, բայց եթե տվյալ մարդուն ներքուս ինչ-որ բան ա տանջում, ես ոնց օգնեմ, լռությունը չի կարող դա բուժել։ Իսկ ինչ ես մտածում։ Ինչ կարող է եղած լինել։ Չգիտեմ, բայց մտածում եմ պապայիս ա տեսել։ Չգիտեմ ինչի դա մտքովս անցավ, ուղղակի պապայիս մասին ամեն անգամ խոսելիս մաման անհանգստանում ա ու լարվում ա։ Ու ինձ թվում ա, որ այդ վիճակը դրանից կարող կախված լիներ։ Իսկ ինչ է պատահել, որ դա այդպես ազդում է մայրիկիդ վրա։ Ընկերաթոյան, ես երբեք պապայիս չեմ տեսել։ Պապաս թողել ա ինձ էլ, մամային էլ, երբ մաման հղի ա եղել։ Գուցե դա այդպես չի եղել։ Ինչի պիտի մաման ինձ խաբեր։ Կարող է մայրդ ճիշտը չի իմացել։ Ընկերաթոյան, բայց դա մամայի կյանքն ա, ոնց կարա իր հետ կատարվածը ինքը ուրիշ ձև իմանա։ Գիտես ինչ պատմություններ կան, որոնք գաղտնի էջեր ունեն։ Ու հետո հանկարծ ինչ-որ փաստեր են բացահայտվում եւ ամեն բան փոխվում է։ Ցավոք, մեր կյանքը էլ ոչինչ չի փոխի։ Գիտես ինչ, Ինեսա, ես կարծում եմ, որ ժամանակն է, որ դու Ընկերաթոյան, Ինեսա։ Արդեն գնում եմ դասարան, ընկեր Ստեփանյան։ Ոչ։ Մի քիչ հետո ես Ինեսային բաց կթողնեմ։ Ընկերաթոյան, ուղղակի կարևոր դասը չեմ ուզում ուշանա։ Համել ես էլ ունեմ հետը խոսելու բան։ Գրականության հետ կապված առաջադրանք պետք է տամ։ Հա։ Շուտ կգաս ուսուցչանից, լավ։ Լավ։ Ընկեր Ստեփանյան, հիմա Ինեսան կգա։ Շատ լավ։ Ընկերաթոյան, ինչ էիք ասում։ Ոչինչ։ Ոչ մի առանձնահատուկ բան։ Ուղղակի գիտես ինչ համբերատար եղիր մայրիկիդ հետ։ Գուցե ինչ-որ պահի կարողանա քեզ հետ անկեղծ լինել։ Ընկերաթոյան, շատ շնորհակալ եմ ձեզանից։ Իրականում ես ոչ մի մեծահասակի հետ չեմ կարողանում այս թեմայով խոսել ու ինձ մեկ-մեկ թվում ա, որ դուք այն մարդն եք, ով ինձ ամենալավն է հասկանում։ Խնդրում եմ կներեք, եթե ես իմ խնդիրներով ձեզ ծանրաբեռնում եմ, հա։ Ես միշտ պատրաստ եմ քեզ լսել։ Շատ շնորհակալ եմ։ Գնամ ընկեր Ստեփանյան, չսպասի։ Գնա։ Դե լավ էլի բելա, սենց անիմաստ ա։ Դու ասավ ես ոնց դնեմ կդնեմ։ Դե մեծ ուղղակի այբենական կարգով դե ասեցի։ Սենց մեծ պետքա դասավորենք, որ հեշտ լինի, այբենական կարգով հեշտ կգտնեն։
Ախր ես չեմ ուզում որ հեշտ գտնեն, թող կորցնեն։ Թե չէ Միս Լարանես 5 գրքերը բերում կապում է ջաններից։ Իրականում ոչ մի բարդ բան չկա։ Ուղղակի պետքա կարողանաս հեշտ դասավորել։ Մի դժգոհի։ Հա դե քեզ ինչ կա։ Լսի, ուզում եի քեզ շաբաթ օրը հրավիրել մեր տուն։ Հա, կգամ։ Քանիսին։ Ժամի հետ կապված պետքա մի հատ մնացածի հետ հստակեցնեմ նոր։ Մնացածի։ Ինչի ելով կա որ։ Դե Կարենը, Վարդանը, Ժասմինը, Սևակը, Լևոնը, Ինեսան, դու Սպասի։ Հոտ ծանոթ չի։ Չէ, ծանոթս չի։ Ուղղակի մաման ուզում է բիզնես սկսի ու Մեծ։ Օրը սրա վերջի վարիանտը ստե քեզ մանգալի։ Դարելս տանկորած առարկաներից։ Այն որ վերջի վարիանտը ասում ես մի հատ սարդնելն է բացում, տենան պուլտը ընդեղ է։ Շատ երկար չես խոսում դավո։ Խի, խանգարեցի։ Չէ։ Մերս, ես ուղղակի ուզում եի ասել, որ մաման ուզում է կարկանդակների բիզնես սկսել ու ինքը խնդրեց, որ ես իմ ընկերներին հրավիրեմ մեր տուն դեգուստացիայի։ Դե այսինքն դուք փորձելու եք կարկանդակները ու ասեք, որ նա համով, որը չէ։ Իա, ես էլ եմ հրավիրված, չէ։ Դու Չէ, դավո դու չես գա։ Կանանք մի օր հանգիստ ելնենք։ Չէ, ոնց տենց բան կլինի։ Էլ որտեղ է արդարությունը, որ հետո ես մամայի կարկանդակների համար գժվում եմ։ դե լավ, իհարկե կարող ես գալ, կարող ես։ Դե լավ էլի բելա։ Հետո էլ ասում ես ընկերս ես մեզ։ Արի, հա արի։ Ինչի էր ինձ ման գալիս։ Գիտես, արժեր նորամակարգչի համար առաջին դասը բաց թողնել։ Դե հա, մերոնք ասեցին, հենց որ ընդունվես, կարնեք համար։ Չմտածես, որ պետք լինի, կտամ իմը ես։ Երեխեք, ո՞նց եք։ Մեզ ես հարցնում։ Ինչ տարօրինակ օր է այսօր։ Լավ, երեխեք ջան, դուք գնացեք դասարան։ Արի։ Վարդան կներես, որ խանգարեցի։ Չէ, չխանգարեցիր։ Քեզ մի բան եմ ուզում խնդրել։ Քիմիայի փորձի եզրակացությունը գրեմ։ Հա, ուղղակի չեմ հասցնում։ Լավ, կգրեմ։ Մերսի։ Շաքե հաշտվել եք։ Մերսի հետ։ Հա, հաշտվել ենք։ Ինչ ես երանանդատներում։ Վարդան, դա մեր խնդիրն է։ Մենք իրար սիրում ենք ու ինչ ես ծիծաղում ասածիս վրա։ Չեմ ծիծաղում։ Զուտ ուզում հասկանամ ոնց է երևում այդ սերը։ Շաքե, ձեր սերը ավելի շատ իրար տանջելու, քան իրար սիրելու մասին է։ Դու չգիտես մեր հարաբերությունները, Վարդան։ Ու այն ինչ որ դու տեսնում ես այստեղ ու հետևություններ ես անում, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ Շաքե, սիրող մարդը դպրոցի ներսում ուրիշ ձև չի պահում, դրսում ուրիշ ձև։ Ու հետո ես ափսոսում եմ, որ դու այդքան բան ես անում մի մարդու համար, ով դա չի գնահատում։ Մենք բոլորս էլ չգնահատված ենք։ Չէ՞։ Ես գոնե գիտեմ դա ինչի համար եմ անում։ Ես էլ գիտեմ, Վարդան։ Ու հավատա մենք այդքան էլ չենք տարբերվում։ Ընկերտոնը նորից քչփչում էին բակում։ Մոտեցել եմ ասում եմ ինես արի ինձ հետ, Աթոյանն ասում է չէ, խոսում ենք, հետո կգա։ Մարթա, ուսուցիչը իրավունք ունի շփվել աշակերտի հետ։ Ընկերտոնյան, խնդրում եմ, խոսեք ինեսայի հետ։ Ավելի լուրջ ու հանգամանալից։ Մարթա, ես չեմ ուզում այդ երեխային վախեցնեմ, հասկանում ես։ Ուրեմն ինեսայի մամայի հետ խոսեք։
Ես Աթոյանի հետ եմ խոսել։ Ճիշտ է, այնպես չի, որ ամեն ինչ շատ հարթ էր, բայց չեմ կարծում, որ այդտեղ վտանգավոր բան կար։ Ու Մարթա, վերջապես հերիքա հետևեք այդ կնոջը, դա ինչ է։ Չէ, ես զգում եմ։ Զգում եմ, որ մի բան այն չի։ Լավ, Մարթա, ես կխոսեմ Ինեսայի հետ։ Դու չէ, որովհետև դու քո այս տրամադրվածությամբ կարող ես միայն վախեցնել։ Ես կխոսեմ, լավ։ Լավ, համաձայն եմ։ Մենակ խնդրում եմ խոսեք։ Լսի մեկը սաղ դասարանն դե ալնել ու գալիս ես ինչ անես։ Կարոտել ես։ Չես համոզելու։ Հետո ես կարկանդակը տակ-տակ եմ սիրում։ Փոխանը կասա շաքի խիճի գալի, մի հատ էլ ինձ ես ասում մի արի։ Կան այս բան պետքա կատարի, որ ոչ մեկ չպետքա տենա։ Նախ հրավիրողը ես չեմ, Բելլան պետքա հրավիրի։ Հա, տենց ասա։ Սլյովը դարել է լրի Բելլայի ունեսա երկրորդ ընկերին։ Հա, Բելլա։ Դու ժամկացից ես կգամ։ Բելլա ջան։ Բայց ինչ է սա դասան ինչ ես հրավիրել։ Ուղղակի մեր բակը փոքր է, մտածեցի այդքանով չենք տեղավորվի։ Մի արդարացի։ Մեծ իրը գործը չի։ Դա անեցին գործը չի։ Որ այդքան հասկանում ես, ինչ ես մեջ չընկնում դավը։ Դա լավ մետ երկուստ է թեթև տարեք։ Բելլա դու գնա։ Լևան չես գալիս։ Բելլա։ Հեսա կգամ։ Մեծ։ Ինչ ես Բելլային հրամայում, գնա, արի, այս արա, այն արա։ Քեզ թված։ Չթված։ Նենց ես քեզ սպանում, ոնց որ Բելլան քո մոտիկ ընկերն է։ Լսի լավ մեկ բան հարցնեմ։ Դու որ Ինեսայի հետ ընկերություն ես անում, փաթեթով կա Բելլայի համար լես պատասխանատվություն վերցրել։ Դա դու մեկ-մեկ հասկանում ես ինչ ես խոսում, որ խոսում ես մտածում ես։ Всё, լավ։ Լավ, մենակ ինձ ա վերաբերում, թե ես Բելլայի հետ ոնց եմ խոսում ու ինչ եմ ասում։ Մի հատ բան կա կարևոր, որ ես իրան չեմ նեղացնում։ Մնացածը ոչ մեկին չի վերաբերում։ Դու ուղղակի իմացի մեզ, որ Բելլան մենակ չի, ու որ պետք լինի իր թիկունքին կանգնող կա։ Ես այդ քեզանից լավ գիտեմ։ Այսինքն։ Այսինքն են, որ պետք լինի ես իր թիկունքին կանգնեմ։ Այս ինչ կա ասում մի Բելլան։ Ես կա թազա մոդա է։ Ասեք ես եմ մտնում թեմայի մեջ։ Գնացինք դավո։ Ընկեր Տոնոյան, բարև ձեզ, կարելի է։ Այո, կարելի է։ Նստի։ Ինչպես ես։ Լավ, շնորհակալություն։ Դու 2 ամիս է արդեն մեր դպրոցում ես, ուզում էի հետդ խոսել, տեսնել, ոնց են դասերը, հարմարվել ես։ Հա, ամեն ինչ շատ լավ է, ես դեռ ամենասկզբից էլ այստեղ հարմարվել եմ, շնորհակալ եմ շատ։ Շատ լավ է։ Վերջ կարող եմ գնալ։ Չէ, ուզում էի մի 2 հարց էլ ուսուցիչներից տալ։ Ուսուցիչները ոնց են քեզ վերաբերվում, անաչառ են գնահատում։ Ահա, բոլորն էլ շատ լավն են, ամեն ինչ շատ լավ է, շնորհակալություն։ Իսկ հատկապես։ Դե բոլորը լավն են, ընկեր Աթոյանն էլ, ընկեր Ստեփանյանն էլ։ Ընկեր Աթոյանը, հա։ Ընկեր Աթոյանը մի փոքր շատ խիստ, չէ։ Դե հա, իր մեթոդը մի փոքր տարբերվում է մնացած բոլորից, բայց ամեն ինչ շատ լավ է։ Նկատել եմ, որ շփվում եք հաճախ։ Մենք։ Դե չէ, այսինքն հա, երբեմն շփվում ենք դասերի համար։ Միայն դասերից։ Հա։ Լավ, Ինեսա ջան, ուսուցիչներն էլ քեզնից բավականին գոհ են, այնպես որ ապրես։ Վերջ։ Այո։ Ընկեր Տոնոյան, ամեն ինչ կարգին է։ Այո, իհարկե Ինեսա։ Գնա անցի քո դասերին։
Լավ։ Քեզ էլ չի թվում, չէ, որ ինչ որ տնային կա, որ չի արա, հիմա այն նստած է դա անում։ Չէ, իհարկե։ Ինձ թվում է, որ մեր կասկածները ճիշտ էին։ Տեսնես, ինչքան ժամանակ ասենց շարունակվում է։ Չգիտեմ, բայց հույս չունեմ, որ կկարանանք ինչ որ բան բացատրենք։ Որ ասում ես, այդտեղ կլինի։ Ինչ եք կանգնել։ Չուզեցանք կանգ առենք։ Շատ կենտրոնացած էի։ Ինչ էիր գրում։ Ինչ որ բան են հանձնարարել։ Սուզի ջան, ինչ ես անում։ Կներես, չմտածեցի, որ գաղտնիքը։ Լավ, վրթո, եղածն ինչա որ։ Քիմիայի տնայինը չէր, սխալ եմ հասկացել։ Վարդան, Շաքեի գրավորն ես գրում, չէ։ Ում Շաքեի, չէ։ Մի խափի էլի, մենք վաղուց հասկացել ենք։ Ոնց դու Շաքեի փոխարեն իր տնայիններն ես անում։ Շաքեն լավ տեղավորվել է, հա, ոնց հասկացանք։ Ես եմ առաջարկել իրան, որ կանեմ իր տնայինները։ Ասել եմ, որ ինքը ավելի կարևոր գործերով զբաղվի։ Ինչ կարևոր բան։ Օրինակ բելայի կյանքն ուտելը Հա, դա այդ շատ կարևոր գործ է։ կամ ազատ ժամանակա պետք, որ տարբեր վատ բաներ կազմակերպի։ Լավ երեխեք, չափազանցնում եք։ Համել ինչ վատ բան պետք է Շաքեն անի։ Հա, էլի կար։ Ժողովուրդ ինչ որ բան կա, չգիտենք։ Հա, էլի ես էլ չհասկացա։ Չէ, ինչ պետք է եղած լինի, չէ Կարեն։ Հա, այդ ուղակի ասեցի էլի։ Դե, չգիտեմ, ուղղակի իմ կարծիքով սխալ է մարդու մասին վատ խոսալը առանց ինչ-որ պատճառ։ Սխալ է էլի։ Իսկ ինձ թվում է տղերքը մի բան գիտեն։ Չէ, չի կարող այնպես բան լինի, որ դուք Շաքեի մասին սենց բաներ խոսաք։ Շաքեն իրան շատ վատ է պահում։ Ու այնպես չի, որ դու դա չես նկատում։ Մեկ-մեկ ուղակի անտանելի է իրան պահում։ Լավ, Ժասմին, բոլորս է կարանք ինչ-որ բանից նեղվենք ու մեզ վատ պայենք, չի նշանակում, որ մենք վատ մարդ ենք։ Ու համել Շաքեն իմ ընկերուհին է։ Ու ես չեմ թողնի, որ դուք իր մասին սենց վատ բաներ խոսաք։ Ու նույնն էլ իրան չեմ թողի, որ ինքը ձեր մասին վատ խոսա։ Ինձ թվում է, ուղղակի կարանք արդեն փակենք այս թեման։ Վայ վերջապես։ Հա, էլի։ Աշխատում ես։ Լավ, դե դու ավարտի հետո ես գրավորները կանցկացնեմ։ Ուզում ես արի նստիր, ես տնից կանեմ։ Հա։ Արի։ Շնորհակալ եմ։ Ուղղակի երեկոյան գործեր ունեմ, տուն չեմ գնալու, ուզում էի հիմա անել ավարտել։ Վահե, ես ուզում եմ մի բան հարցնել, ուղղակի ինձ սխալ չհասկանաս, լավ։ Հա, իհարկե, ազատ խոսի։ Մենք հանդիպեցինք ու կարծես ամեն ինչ լավ էր, բայց երևի Հասկանում եմ ինչ նկատի ունես։ ես չէի հարցնի, ուղղակի ուզում եմ հասկանալ։ Դե, եթե անկեղծ մարդ է, ես դադարը դիտմամբ եմ վերցրել։ Դե, ես ուզում եմ իմ բոլոր խնդիրները լուծել, իսկ դրանից հետո վերականգնել մեր հարաբերությունները, որովհետև դու ամենալավին ես արժանի, իսկ ես ուզում եմ արժանի լինել քեզ։ Խնդիրներն ինձ չեն վախեցնում, Վահե։ Ինձ են վախեցնում։
Հասկանաս, ես չեմ ուզում քեզ այդ ամեն ինչի մեջ ներքաշել։ Ես չեմ ուզում, որ դու ինձ հետ հավասար կիսես այդ խնդիրները։ Ես էլ մտածում էի, թե հանդիպման ժամանակ ինչ-որ մի բան այն չի եղել, որ չես ուզում խոսել այդ թեմայով։ Չէ, ինչ ես խոսում, ամեն ինչ հրաշալի է եղել։ Եվ հենց դա է պատճառը, հասկանում ես, ես ուզում եմ քեզ համար ավելի լավ պայմաններ ստեղծել։ Ես մտածում եմ, որ պետք չի խուսափել իրարից։ Կարծում եմ, որ պետք չի ժամանակ կորցնել, եթե իսկապես դա է եղել խնդիրը։ Մարթա, Չէ, չեմ ուզում տպավորություն լինի, թե ճնշում եմ քեզ կամ այլ ավելորդ համառություն եմ անում։ Չէ, այդպիսի տպավորություն չկա։ Ամեն դեպքում ուզում եմ իմանաս, որ ես խնդիրներից չեմ վախենում։ Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա։ Քիչ է մնացել, շատ քիչ։ Այդ ինչ պետք է խոսայինք դրսում, որ ներսում հնարավոր չէր սևոք։ Կարևոր է բա։ Լավ, ինչ ա եղել։ Ինձ պետք է նենց անեք, որ երեքո Ժասմինը չտեսնի ինձ։ Ինչ անենք, աչքերը հանենք։ Այ քեզ բան։ Լավ, մի րոպե վրթո։ Այսինքն դու գաս դասի, բայց Ժասը քեզ չտեին, հա։ Լավ չես։ Չէ, ես դասի չեմ գալու։ Ու պետք է նենց անենք, որ ինքն էլ չգա մեր տուն։ Մենք չենք կարա իր ամեն քայլը հսկենք։ Սևակ, ինչի համար, գոնե այդ ասա։ Մի հատ դեղ կա։ Վաղը այդ դեղի ընդունման առաջին օրն է։ Ու երեքոր չգիտեմ ոնց եմ լինելու։ Ու չեմ ուզում, որ Ժասմինը ինձ թուլացած կամ վատ վիճակում տեսնի։ Բարձա։ Ու ինչքանաս են շարունակվելու։ Վրթո։ Սպասի Կարեն։ Սևակ, դու ասել էիր, որ Ժասմինի հետ կխոսես, կասես իրան։ Թաքցնում ես, ինչքան ես sense թաքցնելու։ Դե գոնե մի ամիս էլ։ Եթե պետքա մի ամիս հետո իմանա, իմաստ կա սպասելու, հիմա ասա, ինքը իրավունք ունի իմանա։ Վրթո, ես դեռ չեմ ասել իմ զգացմունքների մասին։ Ու չեմ ուզում, որ ինքը իմ հիվանդության մասին ավելի շուտ իմանա, քան այն, որ ես իրան սիրում եմ։ Ուզում եմ նախ իմանա, թե ինչ եմ զգում, հետո մնացածը։ Դե ուրեմն էլ մի հետաձգի, ասա իրան։ Ճիշտ է ասում։ Կարա կուղակ ես երեքորը օգնեք։ Հետո ես մի բան կանեմ։ Կփորձենք։ Մի բան կմտածենք։ Չես կարա ասես, որ 3 օրով օրինակ մամայիդ հետ գնում ես քաղաքից դուրս։ Չէ, չեմ կարա, որովհետև մաման գնում գործի գալիս է, իջնում է խանութ, ու կարա պատահական Ժասմինին տեսնի, ու կնեղանա։ Լավ։ Մենք մի բան կանենք։ Չգիտեմ ինչ, բայց մի բան կմտածենք։ Մերսի։ Տենց էլ չուղարկեցիր Արշավի նկարները Վիկային, հեսա գալու է մունատ կա։ Բայց ես Վիկայից նկարներ չունեմ, ընդամենը մի քանի նկար է։ Հա, իսկ ինձնից ունես։ Նայ, ինչ ուզում ես ուղարկի քեզ։ Բարակվել մակի պես, պատատվել եմ ես քեզ, դու եկյալ ես, ես կգնեմ իր քեզ պատմես։ Հետ Արշավից չէր, չէ։ Ինչի է դա քո մոտ։ Ուղղակի խմբի փորձն է։ Պարզը։ Շաքե չսկսես։ Չէ, նորմալ է ամեն ինչ, ուղղակի պարապմունքից վիդեո է։ Շայքե, բան եղավ։ Չէ, նորմալ է ամեն ինչ։ Կարամ գրազգան, որ Շաքենում էլ սենց մի ամիս էլ չեն ձգի։ Ինչի։ Լինա ջան, երբ որ տղեն աղջկան իրոք սիրում է, այսքան նեղվելու առիթ չի տալիս։
Համաձայն եմ։ Այսօր էիք։ Դուրսը, ինչ ա եղել, որ։ Ոչինչ բան։ Սևակ, հիշում ես այն կինոն, որ ուզում էիր նայես։ Վաղը հարմար սեանս կա, կանանք դասերից հետո գնանք։ Նենց մենք էլ հեչ, հա։ Մենք նայել ենք այդ կինոն, այն օրը երեքով գնացինք նայեցինք, իսկ Սևակը չի նայել։ Հա ես, ուղղակի վաղը հավես չկա։ Ժաս, չես հիշում վաղը պիտի գնանք մեր տուն։ Հա։ Չեմ հիշում, որ պայմանավորվել ենք։ Ժաս, կներես իհարկե։ Բայց դու կարող ես լավ չես։ Բրթո ասա էլի։ Հա, ժաս, պայմանավորվել էինք։ Դե լավ, Սևակն էլ թող գա։ Ես էլ։ Իսկ քանի որ իմ տունն է կլինի, համբերես գոնե ես հրավիրեմ։ Հա էլի ժաս, քանի որ Կարինը ինձ չի հրավիրել, արի ուղղակի ես չգամ։ Վայ, լավ ինչ կա դրա մեջ։ Կարեն հիմա հրավիրի։ Չէ, արի ուղղակի ես մնամ տանը վաղը։ Հա, բայց կցանցրանաս։ Կանանք մենք բոլորով գանք ձեր տուն։ Չէ, ինձ հարմար չի։ Ինձ էլ։ Դե լավ, ես մենակ կգամ։ Այսինքն ես ձեզ հրավիրում եմ իմ տուն, որ դու կեսից շուտ դուրս գաս գնաս։ Տենց է, հա։ Արի դու մի եղացրեն ընկերներիդ։ Մենք հետո կտեսնենք, հա։ Իդեալական։ Լավ։ Ու էլ ուրիշ հարցեր չտվեց։ Չէ, ուսուցիչներից էր հարցնում ու ընկեր Աթոյանից հատուկ հարցրեց։ Դե բոլորս էլ նկատել ենք ինչքան ընկեր Աթոյանը քեզ սիրում։ Չէ, ինքը բոլորին է սիրում։ Դա ինձ անձամբ ասել։ Դե ինձ թվում է ինքը մտահոգվել է որպես նոր աշակերտուհի։ Հա, ուրեմն ըստ դրամաբանության ինքը քեզ էլ պետքա կանչի իր մոտ։ Կանչելա։ Ինձ չէ։ Ահա։ Դե տեսնում եք որ տարօրինակ է։ Բելա, կարանք խոսենք։ Մենք։ Ինչ ա եղել Շաքե։ Չկերա Բելային ինեսա։ Ուղղակի խոսելու տոնդ ու տրամադրությունդ ընդհանրապես ինձ դուր չի գալիս, հերիք է։ Ես դեռ ոչ մի բան չեմ ասել, որ կռիվ ես անում։ Հերիք է էլի։ Վայ չէ, ես իրոք արդեն հոգնել եմ։ Լավ, ինեսա պետք չի սենց։ Չէ, Բելա, չէ։ Չի կարելի սենց։ Եթե ինչ-որ խոսելու բան ունես կամ անհանգստացնող քեզ ինչ-որ բան կա, գնա Մերսի հետ խոսի Շաքե, հերիք է։ Ես ուղղակի ուզում եմ Բելայի հետ առանձին խոսեմ, չի կարելի։ Լավ, ինեսա կխոսենք, բան չկա։ Չէ, Բելա, եթե ինչ-որ խոսելու կամ պարզելու բան ունես, գնա Մերսի հետ ամեն ինչ պարզի։ Բայց ես Մերսի անունը չեմ էլ տվել։ Դե պարզա, որ քո ու Բելայի խոսելու ընդհանուր թեման Մերսն է։ Հերիք է Շաքե, այս աղջկա հոգին արդեն հանեցիք, չի կարելի։ Եթե դու իմանայիր այն ինչ ես գիտեմ, հաստատ չէիր պաշտպանի իրար։ Շաքե, ինչ ես խոսում։ Այսինքն, ինչ գիտես։ Շաքյանի հետ ասելի հերիք է։ Չէ, ես իր հետ խոսելու բան ունեմ, Սյուզի։ Ինչ նկատի ուներ Շաքեն Բելա։ Չգիտեմ ինեսա։ Ինչ ես անում, Սյուզի, թող։ Ինչի չթողեցիր խոսեմ։ Որովհետև արդեն ինքը չես հասկանում ինչ ես խոսում։ Շաքե ասել եմ ու էլի եմ ասելու։ Խանդը գլուխդ լրիվ տարել է։ Ու արդեն մենակ ես չեմ նկատում, բոլորն են նկատում, որ դու քեզ նորմալ չես պահում։ Ու այդ ամեն ինչը ինձ ցավ է պատճառում, որ մարդիկ դրա մասին խոսում են ու որ այդ ամեն ինչի ես ինքս տեսնում եմ։ Իմ համար մեկ է, ինչ ուզում են թող խոսեն։
Շաքե, ես չգիտեմ ինչ անեմ։ Էլ քո պատճառով մարդկանց հետ կռվում եմ, էլ նեղանում եմ, որ քո մասին վատ չխոսան, բայց եթե դու քեզ սենց ես սպայելու, ես էլ չգիտեմ ինչ պիտի անեմ։ Սյուզի ինչ վատ բան եմ արել։ Եկա նորմալ ուզեցա խոսեմ այդ մարդու հետ։ Ինեսան հարցակվեց վրես։ Հա, բայց հետո ինչ սարքեցիր։ Խին ես այն ասցիր, որ եթե ինքը քո իմացածը իմանա, Բելային էլ չի պաշտպանի։ Որովհետև եթե Ինեսան իմանա, որ Բելան սիրալված է Լևոնին, այդ տենց չի պաշտպանի։ Ինչ։ Հա, Բելան ինձ անձամբ է ասել, որ Լևոնին է սիրալված, ու ավելի շուտ, քան Լևոնն ու Ինեսան ծանոթացել են։ Don't run away from me. Fill my empty night, revitalize my heart. Don't you run away. Don't run away today.